Պարոն Մանուկյան, մենք տեսանք, որ Երևանի Լենինգրադյան փողոցը անվանափոխվի Գրիգորյանի անունով, կողմ էիք այս նախաձեռնությանը, տեսանք մյուս փողոցներն էլ անվանափոխվեցին։ Տեսեք, sense բացատրեմ ես, մենք կողմ ենք, որ Գրիգորյանի անվան փողոց լինի։ Մենք կողմ ենք, որ Գրիգորյանը ըստ արժանավույնս գնահատվի, որովհետև Գրիգորյանի իմ գնահատմամբ պիտի կենտրոնական փողոցներից մեկը լինի։ Ինչ է տեղի ունենում ստեղ, դրա համար մենք ձեռնպահ ենք քվեարկել, իրանք ընտրում են հատուկ տենց Լենինգրադյան, անհասկանալի, որ ինչ են ընտրել, ինչ են տենց արել, իրանց մուրն իրանց գլուխը։ Բերում են մի հատ նախագիծ, որտեղ որ նաև ներկայացում է այդ մարդկանց այդ ճանապարհը թյուր, խեղաթյուրում են։ Նա որոշում են, որ Գրիգորյանը $1 միլիարդ տվել Հայաստանին, հետո սկսում են դրա կոռուպցիա լցնել, բայց իրականում 220 միլիոն է եղել ու իրականում Լինսի հիմնադրամի տնօրենն ասել է, որ դուք շարլատան եք, ոչ մեկ չի հիասթափել, մյուսը չի արել։ Նայում ես, որ $220 միլիոն ինչքան աշխատանք է տարվել ու սրանք ոչ ու բարովները 8 միլիարդ պարտք են վերցրել Հայաստանի համար ինչ են արել, էլի։ Հասկանում եք, ստեղ պիտի մենք հասկանանք արժի համակարգը մեր ասած ու իրանց ասածը։ Մենք ասում ենք, որ կողմ ենք, բայց Ժողովուրդ ջան, եկեք Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, կենտրոնական հրապարակներից մեկը անվանակոչենք այդ մարդուն։ Դուք տարել եք Ծայրամասում Երևանի, Արվարձանում, այսպես ասած, էլի, փողոց անվանակոչում եք Գրիգորյանի անվան, ինչ որ պլան ունեք, բան ունեք, դրա համար եք գնում դա անում։ Հասկանում եք, այդ է մեր համար անընդունելի, անհասկանալի, էլի։ Իսկ ինչի համար դուք ավելի կենտրոնական, ավելի լուրջ փողոցներ կարող եք անվանակոչել ու չեք անում դա։ Խնդիրն ինչու՞մն է կայանում։ Ինչի՞ց են նյարդայնացել բաները, գործընկերները։ Մենք տեսնում ենք, որ փողոցներում Երևանի խցանումներ են, դրանք չեն պակասում, հակառակը ավելանում են, իշխանությունները նշում էին, որ կարմիր գծերը կներդնեն, ավտոբուսը կբարելավեն եւ ամենը կփոխվի, բայց տեսնում ենք, որ չի փոխվել։ Ինչն է պատճառը, ինչ եք մտածում, ինչ պետք է անեն իշխանությունները։ Նախ նշեմ, որ քաղաքային իշխանությունը փայլում է իր մարտնչող տգիտությամբ, տգետների խումբ է հավաքագրված մասնագիտական առումով, որովհետև երբ իրանց բացատրում է, որ կարմիր գծերի թանկացումը չի նպաստելու բեռնաթափմանը, չէին հասկանում։ Այս վերջերս լավա Նիկոլը հելա 6-անիվով գնաց քշեց, հասկացա, որ խայտառակություն է տիրում։ Երկրորդ, երբ իրանց բացատրում է, որ Երևանում ավտոբուսների քանակը պակաս է, շարժակազմը 5-ից 600 շարժակազմ պակաս է, այս մարդիկ դա էլ չեն կարողանում հասկանալ, ասում են 200 ավտոբուս է պետք։ Երբ որ այս մարդկանց բացատրում է, որ Երևանը կարող է կանաչ բոնդեր թողարկել, որ մթնոլորտն է կեղտոտ չլինի, այդ կանաչ բոնդերի ձևավորված գումարով էլեկտրական ավտոբուսներ առնել, դա չեն հասկանում իրանք։ Չնայած սենց ասեմ, ստել ուրիշ խնդիր կա, այդ էլեկտրական ավտոբուսները բերես հանգարց անսպասելի գարուն աշուն անձրև գա, խայտառակ կլինենք, չգիտես այդ էլեկտրական ավտոբուսները լոդկի ռեժիմ ունեն, թե չէ որ սենց լոդկեքով գնան գան, էլի հասկանում եք։ Հիմստանց ինչ բացատրես, ինչ էլ ասես չեն հասկանում։ Հիմի կենտրոնը բեռնաթափելու հետ կապված շուտով մենք մի հատ մեծ աշխատանք ենք կատարել, չեմ ուզում բացահայտել մեր աշխատանքը, որտեղ նորից կրկին անգամ կենտրոնը բեռնաթափելու ուղիղ լուծումներ կտա։ Մենակ մի օրինակ բերեմ, այս դատախազությունը, որ մարդկանց գլխին գործ է կարում, բարիս ուղիղ իմաստով գործ է կարում, այդ քննչականը որ գործ են կարում մարդկանց վրա, զապիս են անում, չեն տանում դատարան այդ զապիսներն օրինակի համար։ Այս մարդիկ որ օրինակի համար տանես Աբարանում աշխատեն, կարող մի քիչ օդը մաքուր լինի, հասկանան ուղեղներին տեղ հասնել, մարդկանց գլխին գործ չսարքեն։ Եկես թե բբշկվել է դատախազությունը, ինչ է անում, կարող եք ինձ բացատրել։ Հել ռադետ քաշի գնաք բաները, կողքի մարզերը կամ չգիտեմ որտեղ գնա աշխատանքը իրական։ Վատ է անելու, շատ ուղիղ ձեզ եմ այդ հարցը տալ։ Ինչքան կբեռնաթափվի օրինակի։ Ու տես լիք օրինակն է, կոնցեպտուալ լուծումը կասեմ։ Այս մարդիկ Կարեն Դեմիրճյանը լավ խոսք ուներ, ցանկացած հարց կոնցեպտուալ լուծում պետք է ունենա։ Բեկորային լուծումները ավելի խարխլում են ամբողջությամբ, ավելի լրացուցիչ խնդրեմ են ստեղծում, հասկանում եք։ Էս են սրանք։ Կարմիր գծերի թանկացումը լրիվ անիմաստ էր, որտեվ քաղաքը այս մի տարվա, մի քանի ամսվա ընթացքում ավելի խցանված է դարձել։ Տեսեք, կարմիր գծերը իմ, ձեր, մեր ժողովրդի ում գրպանը մտել ու մարդկանց քերում են, այդ մարդկանց տեսակետից է սխալ։ Ու այս մենք մեծամասնություն ենք ու մենք ճիշտ ենք։ Իրանց տեսակետից լրացուցիչ մարդկանց ջեբը մտնել քերելու տեղ են գտել, քերում են այս մարդիկ փող են տանում։ Այսինքն իրանք իրանց մուդի մեջ ճիշտ են, իրանք խնդիր են դրել ժողովրդին տուգանեն, տուգանքի մատերիալ սարքեն։ Այդ առումով իրանք իրանց մուդի մեջ ճիշտ են, բայց իրականության մեջ դա խայտառակություն է։
ուղղակի խայտարակություն է։ Դրան գումարվել է երթևեկության սխալ կազմակերպումը, որը անհասկանալի փողոցները բացում, փակում, են անում, դա հարց չի լուծում։ Հիմնական հարցի լուծողը պիտի փողոցի թողունակությունը դու կարգավորես օրինակի համար։ Նոր ճանապարհներ գցես, օրինակ պիտի Արշակունյացը գնում կպնում է Իսակովին, այդ գեմպլանում կար 8 տարի սրանք իշխանության են, 8 միլիարդ դոլար պարտք են վերցրել։ Մի հատ Երևանում լուրջ կառույց կարող եք ասել։ Լուրջ կառույց կարող եք ասել, ոչ մի հատ մոստ է Երևանում կառուցվել, ոչ մի հատ նոր թունել է կառուցվել Երևանում, ոչ ճանապարհ նոր կառուցվել։ Ինչ են արել սրանք, էլի, ով կարող ասի։ Երևանի բյուջեն է դարել է 160 միլիարդ դրամ համարյա։ Եկող տարի ավելի շատ։ Գույքը արկը թանկացնում եք, ավտոբուսների մեջ տուգանում թանկացնում եք, ամեն հերիք եղավ, զզվել ենք էլի ձեր ուզածն ի՞նչ է։ Տեսանք նաև, որ այս ամսվա ընթացքում Նուբարաշենի աղբավայրներ կրկին այրվում, էլի ծուխ էր, քաղաքը ամբողջությամբ ծխի մեջ էր, դու դա համընկավ Էրեբունի Երևան տոնի հետ։ Ինչ եք մտածում սրա մասով, նշել էին, որ կլուծեն այդ հարցը, բայց ինչպես տեսնում ենք, դեռ չեն լուծում։ Ուրեմն տեսեք, ստել են իրանք կեղծ ու ստախոս, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որովհետև Երևանի միջնաժամկետ ծրագրերը, ծախսային ծրագրերը, որը բերել ներկայացնում են 26-ից 28 թվականների, աղբի վերամշակման գործարանի համար 0 կոպեկ է հատկացված, նոր աղբավայրի համար 0 կոպեկ է, ստեղ էլ է պահանջում կոնցեպտուալ լուծում, նույնպես անդրադառնալու ենք, այսինքն մենակ խնդիրն այդ չի, որ Զիբիլյանոցը փակես, աղբանոցը նորը կառուցես, եթե դու չես վերամշակում, ինչ նույն չարիքը բերում ես, ընդ ավելի վատ բաներ կարող տեղի ունենա, հասկանում եք, ստեղ էլ է պետք, այս մարդիկ այսքան պարտքի վրա վերցնում բան են անում, մտնում են մեր ժողովրդի ջեբը, ամեն ինչ թանկացնում են, դիմացը տալիս են 0, որպես հանրային բարիք 0, այդ վառելն է որ կա, ես խորին կասկած ունեմ, որ դա հենց արել են քաղաքապետարանի աշխատակիցները ու բացատրեմ ինչի համար։ Տեսեք, այս ծառերի ճյուղերը որ կտրում են։ Գիտեք ինչ են անում իրանք։ Օրինակ դուք ինչ կանեիք, եթե ծառերի ճյուղերը կտրեք քաղաքի իշխանությունը լինեիք։ Ինչ կանեիք։ Առնվազն կբաժանեիք անապահով ընտանիքներին, ճիշտ է։ Եթե չեք կարողանում մի քիչ զոր կլներ, հայտարարություն կտայիք, ասեք, այս ինչ տեղն է, ժողովուրդ, եկեք տարեք, ճիշտ է։ Դա կլներ բարոյական եւ նորմալ։ Սրանք գիտեք ինչ են անում։ Ֆուտբոլի ակադեմիայի կողքը քաղաքացին զանգում է սրանց, ասում այնտեղ հրդեհ է երևի, ծուխը գալիս է, խեղդվում են մեր երեխեք այդ ավանում ակադեմիայի կողքը։ Ասում են, հա, մենք կզբաղվենք այդ հարցով։ Երկրորդ նամակն է գրում, երրորդն է գրում, չորրորդն է գրում, ստիպված ելում գնում անդե տեսնում են ինչ, այդ ճյուղերը բերում տրցակներով դնում են, վառում են, հասկանում եք, բարոյականության սահման գնաց այնտեղ կանգնել եմ ես։ Նույնիսկ կանաչ ճյուղերը բերում դնում են այնտեղ վառում են։ Արա մարդ եղեք։ Մեր քաղաքացիներն ինչքան ընտանիք կա, որ օրինակի համար խնդիր ունի, որ տաքանալու։ Լավ ուրիշ բան տարեք, գյուղերում մեր ժողովրդին բաժանեք, ասեք, թոնդի մեջ հաց կթխեք, սարքեք, էլի հասկանում եք։ Ցույց են տալիս, որ իրանք ժողովրդին չեն սիրում։ Չեն սիրում, դա համար վառում են կողքի ժողովրդին էլ որոշել են, որ ժողովուրդը կապ պիտի առարկա, կապ պիտի տանեն, պետք է ուտեն, ինչ անեն, չգիտեմ ոնց բացատրեմ։ Դրա համար ասեմ, եթե դուք էնի անող եք, էնի խի պետք է էնի չանեք, որ եթե ճյուղերը վառում եք, Զիբիլյանոցն է կվառեք, ի՞նչ տարբերություն, ձեր համար մեկը սկզբում չկա։ Պրոտեստ անգամ բոցը տվել եք, երևի շատ ուժեղ էր կապը, չգիտեմ, էլի հասկանում եք։ Անկեղծ սրանց կառավարումը խեղկատակություն է, ուղիղ խեղկատակություն է։